Ուզում եմ ձեզ պատմել մի սխեմայի մասին, որը վերաբերում է կրիպտոակտիվներով հերթական խարդախությանը, որը վերջին 2 ամսում շատ տարածված է Հայաստանի Հանրապետությունում եւ դրա հետքերը տանում են Ուկրաինա, այսինքն կրիպտոակտիվների վերջնական կանխիկացումը տեղի ունենում Ուկրաինայում եւ անձինք գումարները փոխանցում են Binance հարթակում եղած մի քանի կրիպտոդրամապանակների։ Այս կապակցությամբ ես հարցում եի ուղարկել ՆԳՆ եւ ստացա այս տեղեկատվությունը, իսկ հարցման համար հիմքեր հանդիսացել այն, որ օրեր առաջ տեղեկացա այս սխեմայով հերթական խարդախության, հաջողված ընդ որում խարդախության մասին, երբ առողջապահության համակարգի աշխատակիցներից մեկին, ներկայացուցիչներից մեկին զանգել էր, գրել էր ավելի ճիշտ WhatsApp կամ Viber հավելվածով, տարբեր ձևերով են անում, մի ուրեմն իր կողմից իբր հարգված մարդ եւ նա ասել էր, որ տեղի է ունենում խարդախություն, ահաբեկչության դեմ, ուրեմն ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ու փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում պետք է այդ գումարները սառեցվեն ու որպեսզի ինքը իր գումարները փրկի սառեցումից, անպայման պետք է դրանք կանխիկացնի եւ իրենք ասեն, թե ինչ անել, իսկ կասի նա, ով իբր օգնել է իր հարազատ մարդուն, ԱԱԾ աշխատակից է եւ նա կասի ինչպես վարվել։ Եվ խարդախները, որոնք ներկայանում են կամ ԱԱԾ աշխատակից կամ կենտրոնական բանկի աշխատակից կամ էլ ինչ որ իրավապահ մարմնի ներկայացուցիչ, զանգահարում են մարդկանց ու ասում, որ գումարները կանխիկացրեք ու գնացեք օրինակ կրիպտոփոխանակման այսինչ կետը, ասեք, որ ինձ ասել է իմ հարազատ մարդը եւ այդ հարազատ մարդն է անպայման ասել, մի ասեք, որ ԱԱԾ-ն է ասել, մի ասեք, որ չգիտեմ, կենտրոնական բանկի աշխատակիցն է ասել, ասեք, որ ձեզ ասել են, որ փոխանցեք այսինչ դրամապանակին ու թող ձեր կանխիկ քեշ գումարը փոխանակեն կրիպտոյի ու փոխանցեն այդ կրիպտո դրամապանակին, ինչը եւ տեղի էր ունեցել։ Սա բավականին տարածված սխեմա է, սկզբում կատարում էին կրիպտոմանների ապարատների միջոցով, սակայն դա հնարավոր եղավ կանխարգելել, որտեղ այդ ապարատների սեփականատերերի կողմից եւս համապատասխան աշխատանք կատարվեց։ Կրիպտո չեյնջերի միջոցով են հիմա փոխանակել եւ այդպես են անում, ընդ որում աշխատակիցը միանգամից կիդենտիֆիկացներ, եթե իրենք ասեին, որ ոչ թե որդիս կամ դուստրս է ասել, այլ օրինակ ԱԱԾ աշխատակից, բայց այսպես սխեման անընդհատ փորձում են հղկել եւ մարդկանց խաբելու նոր մեխանիզմներ են մտածում, հետեւաբար այս բոլորը մի միասնական սխեմայի մեջ է, որը տարբեր դրսևորումներ է ստանում տարբեր ժամանակահատվածներում, հետեւաբար խնդրում եմ հարգելի հայրենակիցներ, որպեսզի ուշադիր լինեք, որպեսզի ձեր գումարների անվտանգությունը ապահովելու տեսանկյունից, երբ որ ձեզ ինչ-որ բան են ասում, դուք մի քանի անգամ ստուգեք տեղեկատվությունը, տեղեկանաք իսկապես այդ մարդիկ այդպիսի բան ասել են թե ոչ, հետո նոր միայն ձեր գումարները այս կողմից այն կողմ տեղաշարժեք։ Եղեք տեղեկացված։